Եվ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նավարկելն էլ վտանգավոր կլիներ, մինչև իսկ ծոմապահության օրերն էլ արդեն անցել էին, Պողոսը նրանց խրատ տվեց եւ ասաց. «Մարդիկ, տեսնում եմ, որ այս նավարկությունը չարիքով եւ բազում վնասով է լինելով ոչ միայն բեռների եւ նավի համար, այլև մեր անձերի»։ Բայց հարյուրապետը նավապետին եւ նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերը։ Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկիա քաղաքը եւ ձմեռել Կրետեի այդ նավահանգստում, որը նայում էր դեպի հարավակողմը եւ ցամաքամասը։ Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն այնտեղ, ուր դիմում էին, եւ նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։ Ոչ շատ ժամեր հետո նավի շուրջը բարձրացավ մի կատաղի քամի, որ կոչվում է Եվրացիկլոն։ Երբ նավը քշվեց եւ քամու դեմ չկարողացավ պայքարել, տեղի տվեցինք եւ գնում գալիս էինք, եւ դիմելով դեպի մի կղզի, որը Կլոդա էր կոչվում, դժվարությամբ կարողացանք բռնել մակույկը, որը նավի վրա քաշեցինք, ապա օգնության միջոցներ օգտագործելով նավը ներքևից կապեցին, վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, արագաստը իջեցրին եւ այնպես գնում գալիս էին։ Եվ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մեջ էինք, հաջորդ առավոտ բեռները ծովը թափեցին։ Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նավի գործիքները ծովը նետեցին։ Երբ բազում օրեր ոչ արև եւ ոչ էլ աստղեր էին երևում ու փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր, մեր փրկության ամեն հույս վերացել էր։ Եվ որովհետև շատ օրեր քաղցած էին, Պողոսը կանգնելով նրանց մեջ ասաց. «Ով մարդիկ, դուք ինձ պետք է անսայիք ու Կրետեից չելնեիք եւ այս չարիքն ու վնասը չքաշեիք։ Արդ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից եւ ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի, որովհետև այս գիշեր Աստծո հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երևաց ինձ ու ասաց. «Մի վախեցիր, Պողոս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս, եւ ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել»։